Պարոն Պողոսյան, խնդրում եմ պատմեք Պողոսյան եւ գործընկերներ իրավաբանական ընկերության մասին, հիմնականում ինչ ոլորտով եք մասնագիտացված եւ ինչ գործեր եք վարում։ Շուրջ 5 տարի արդեն ինչ կա մեր ընկերությունը։ Մեր ընկերությունը զբաղվում է միայն քրեաիրավական վարույթներով, քրեական իրավունքին առնչվող ցանկացած վարույթով զբաղվում է մեր փաստաբանական ընկերությունը։ Ձեր իրավաբանական ընկերությունը պաշտպանում է անձանց, ովքեր մեղադրվում են տարբեր քրեական հանցագործություններով, ծանր մարմնական վնասվածքներ հասցնել, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն եւ այլն։ Կխնդրեմ նշեք այս գործերով պաշտպանության բարդությունը որն է եւ ինչ առանձնահատկություններ կան։ Յուրաքանչյուր վարույթ ունի իր առանձնահատկությունները, բնականաբար կախված մեղադրանքի ծանրության աստիճանից, նաև դրանով որոշակի առումով արկախված է լինում հիշյալ վարույթով զբաղվելու բարդությունները, կան հանցագործությունների տեսակներ, որոնցով այս ողջ իրավապահ համակարգը հետաքրքրություն է ունենում, բնականաբար հիշյալ դեպքում ավելի բարդ է լինում զբաղվել վարույթներով, բերել որոշակի փաստարկներ եւ ապացուցել պաշտպանյալի անմեղությունը եւ տվյալ դեպքերում, երբ որ խոսքը գնում է արդեն առավել ծանր մեղադրանքի, բնականաբար առավել ծանր պատժի մասին, պաշտպանական կողմի մոտիվացիան եւս ավելի բարձր աստիճանի վրա է լինում եւ սկզբունքայինությունը ավելի բարձր է լինում, սակայն կախված մեղադրանքի ծանրության, օրինակ լրտեսության պետական դավաճանության դեպքերով ողջ իրավապահ համակարգը շահագրգռված է լինում հիշյալ անձի ենթադրյալ մեղավորությունը հիմնավորելու համար, առանց ըստ էության խորության վերլուծություն կատարելու արդյոք անձը կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ցավալիորեն պետք է ընդգծենք, որ իրավապահ մարմինները սովորաբար, երբ որ ֆիքսվում են X մեղադրյալի վրա, այլևս չեն նկատում վերջինիս անմեղությունը հիմնավորող ապացույցները եւ իրենց համար գերխնդիր է լինում կոնկրետ անձի նկատմամբ մեղադրական վերդիկտ ստանալը եւ այս դեպքերում երբ խոսքը գնում է նման վարույթների մասին, բնականաբար արդեն իրավապահ համակարգի ռեպրեսիան, հետաքրքրվածությունը առավել բարձր է լինում եւ անհերքելի է, հնարավոր չի չպնդել, որ տվյալ պայմաններում շատ ավելի բարդ է պաշտպանությունը կառուցել, քան դիցուք միջին ծանրության որևէ հանցանքի համար, որի դեպքում դատավարական հակառակորդների հետաքրքրվածությունը նման բարձր նիշ չունի։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերության փաստաբաններին, ինչ չափանիշներով եք առաջնորդվում ընտրության փուլում։ Տեսեք, մենք փորձել ենք մասնագիտական գիտելիքները եւ մարդկային արժեքները համադրել իրար։ Մեր համար յուրաքանչյուր վարույթ ունի իր կարեւորությունը, յուրաքանչյուր գործ դա կապված է անձի ճակատագրի հետ եւ հետեւաբար յուրաքանչյուր գործը դառնում է մեր կյանքի մի մասնիկը։ Եվ հեռանալով աշխատանքի վայրից մենք երբևէ դրանից չենք կտրվում, որտեղ պատկերացնում ենք մեր մասնագիտության եւ առաքելության կարեւորությունը։ Մեր համար շատ կարեւոր է իրավապաշտպան բնույթը նաեւ որպես առաքելություն իրականացնելը։ Հետևաբար մենք սրան չենք նայում զուտ որպես աշխատանք։ Սրա շրջանակներում նաեւ պատկերացնելով, թե ինչ կարեւոր դեր ունի մեր աշխատանքը, մեր գործունեությունը անձի կյանքում։ Մենք բավականին հետաքրքիր համադրություն ունենք գրասենյակում, քննչական մարմնի նախկին բնականաբար ներկայացուցիչ, արդարադատության ոլորտի մեր գործընկերը նախկին դատավոր եւ արդեն քրեական հետախուզության մարմնի նախկին աշխատակից։ Կարծես թե մեզ պակասում է միմիայն դատախազության նախկին ներկայացուցիչը, որովհետեւ իրավապահ համակարգը ամբողջությամբ կարողանանք համեմել։ Կարող եք կիսվել մեկ հաջողության պատմությամբ, որը յուրահատուկ նշանակություն ունի ձեզ համար թե մարդկային առումով, թե մասնագիտական առումով։ Բնականաբար բոլոր հաջողությունները շատ կարևոր են, բայց կարծես թե վերջինը եւ թարմը շատ դժվար է այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ վարույթով կան ապացույցներ, որոնք արժանավատ չեն, որոնք չպետք է լինեին, բայց դա ապացուցելու հակառակը դրա անարժանավատությունը ապացուցելու լծակները կարծես թե սպառվել են, երբ մեր պաշտպանյալը մեղադրվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար եւ մեր համար ակնհայտ էր, որ ծանր հանցանքի մեջ մեղադրվող մեր պաշտպանյալը
պաշտպանյալը չի կատարել այդ արարքը։ Ի ուրախություն մեզ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշակի ապացույցներ ճանաչվեց անթույլատրելի եւ արձանագրեց մեր պաշտպանյալի անմեղությունը իր արարքը կատարած չլինելու հիմքով։ Սակայն այդ վարույթի բարդությունը, լարվածությունը նաեւ կայանում էր նրանում, որ վարույթ իրականացնող մարմինը դեռևս նախաքննական փուլից տևական ժամանակ առավել ճոխացնելով դեպքի հանգամանքները ամեն ինչ անում էր, որպեսզի երկար ազատազրկման մեջ մնա մեր պաշտպանյալը եւ բավականին, այսպես ասած, երկար սպասում էինք շատ վարույթով վերդիկտին, ի ուրախություն մեծ մեր պաշտպանյալը արդարացվեց, կասկած չունենք, որ բարձր ատյաններում հիշալ որոշումը եւս կյանքի իրավունք ունենալու է։ Այսօր արդիական խնդիրներից մեկն այն է, որ որպես խափանման միջոց գերակշռում է կալանքը եւ կալանքը կիրառվում է, այսպես ասած, պատեհ-անպատեհ առիթներով։ Ձեր գնահատականը ո՞րն է այս առումով, որ բացառիկ դեպքերում պետք է կիրառվի։ Տեսեք, սա շատ լուրջ խնդիր է, այն դեպքում, երբ օրենսդիրը բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ է նախատեսել, երբ կա տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլ խափանման միջոցներ, եւ օրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը չափազանց խիստ եւ ծայրահեղ դեպքերում է միայն նախատեսում կալանք խափանման միջոցը, ցավալիորեն իրական կյանքում պատկերը լրիվ այլ է։ Այո, չափազանց հեշտ է քննչական մարմնի համար մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոց ստանալը։ Սա նրա արդյունքն է, որ առաջնահերթ իրականում անհարկի միջնորդություններ է ներկայացվում դատարան եւ երկրորդ հերթին խորությամբ չեն ուսումնասիրվում այլընտրանքային խափանման միջոցների էֆեկտիվությունը եւ անձանց նկատմամբ ընտրվում է կալանք խափանման միջոցը։ Պատկերացնեք, ինչ մեծ ռեսուրսներ են ներդրվել թե տնային կալանք խափանման միջոցները ապահովելու համար, տեխնիկական միջոցները եւ թե վարչական հսկողությունը։ Եվ երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ պատշաճ եւ խոր վերլուծության չեն ենթարկվում արկա մտավախությունները, հիմքերը։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ վարույթով արկա ապացույցները, օրինակ, հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն է, թվային խոզարկության տվյալներ են, խոզարկության տվյալներ են, այսինքն սրանք ապացույցներ են, որոնց վրա մեղադրյալը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ, եւ նման դեպքերում կարող է անձը կալանավորվել եւ մտավախությունը լինել խոչընդոտելու հիմքը։ Սա պարզապես աբսուրդ է եւ որևէ բացատրություն չունի։ Ինչպես կարող է անձը ազդել վարույթն իրականացնող մարմնի մոտ գտնվող հեռախոսային խոսակցությունների վերահսկման վրա։ Բնականաբար որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Այո, կալանք խափանման միջոցը չափազանցված է այսօր կիրառվում Հայաստանի Հանրապետությունում եւ թեև անձի լռելու իրավունքը ի վնաս իրեն չի կարող մեկնաբանվել, բնականաբար որևէ դատական ակտում նման ձև չի գրվում, բայց բազմաթիվ են դեպքերը, որ անձը իրացնում է իր լռելու իրավունքը, հրաժարվում է ցուցմունք տալուց եւ առավելապես վարույթից զգում ես, հասկանում ես, որ հենց դա է ծառայել կալանք խափանման միջոցի համար։ Այսինքն կարծես թե ստեղծվում է մի իրավիճակ, որ տևական կալանքից խուսափելու համար անձիկ ստիպված օրինակ մեղք են ընդունում կամ ինքնախոստովանական ցուցմունք են տալի։ Ավելին, պատկերացրեք նախկինում չդատապարտված անձ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող եւ նրա նկատմամբ ընտրվում է կալանք խափանման միջոցը անհարկի։ Դրանից հետո այդ խափանման միջոցը երկարաձգվում է, լավ, անձը գիտի, որ ինքը մեղադրվում է միջին ծանրության մեջ, որ հիշալ հոդվածի սանկցիայով նախատեսված է նաեւ տուգանք եւ այստեղ հեշտ ճանապարհ է դառնում օրինակ մեղքն ընդունելը, արագացված վարույթով դատաքննություն ունենալը եւ հուսալ, որ փաստացի անձը չի ազատազրկվի։ Ու հիմա հանցանք չկատարած անձը այդ տևական կալանքից խուսափելու համար ստիպված ընտրում է երկրորդ ճանապարհը եւ այսպես այս խափանման միջոցը անուղղակի դառնում է լծակ անձանցից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար։ Եվ վերջին հարցը, զարգացման ինչ տեստական ունեք Պողոսյան եւ գործընկերներ իրավաբանական ընկերության համար։ Տեսեք, մենք երբեք չենք բավարարվում եղածով, ես եւ իմ գործընկերները փորձում ենք անընդհատ ձգտել կատարյալին, ել ավելի կատարելագործվել։
ճյուղի եւ ոլորտի փոփոխություն չենք պատրաստում, առավել եւս նոր ոլորտի ընդգրկում եւս չենք պատրաստում, մենք առաջնորդվում ենք այն ոլորտով, որով որ զբաղվում ենք, եւ մեր հաջողությունները պատկերացնում ենք հենց միայն դրա դաշտում։ Շարունակելու ենք պայքարը քաղաքացիների իրավունքներից, սկսած ազատ խոսքից մինչև ազատության իրավունքի հարցում քաղաքացիների կողքին լինելու այն ճանապարհը, որը որ մենք ընտրել ենք, որին որ մենք եւ հավատում ենք։